Օլիգարխիկ խամաճիկ։ Նայեք, ովքեր են կանգնած Քոչարյանի շուրջը։ 2021-ին Հայաստան դաշինքը պարզապես քաղաքական ցուցակ չէր։ Դա հին տնտեսական ուժի քարտեզ էր։ Ցուցակի 4-րդ համարը Վահե Հակոբյանն էր, այն ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ։ Նրա եղբայրը Կարեն Հակոբյանը կոմբինատում ուներ 2,5% բաժնեմաս, անուղղակի, մաքուր երկաթի գործարանի միջոցով։ Նույն արդյունաբերական շրջանակի հետ կապված այլ մարդիկ էլ հայտնվել էին դաշինքի ցուցակում։ Իսկ սա փոքր գործարանի պատմություն չէ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուներից էր։ 2020-ին միայն այդ կոմբինատին բաժին էր ընկնում Հայաստանի արտահանման 18,8%-ը։ Երբ Քոչարյանը խոսում է քաղաքական վերադարձից, հարցրեք ինչ կա բեմի հետևում, ընտրողներ, թե հանքային փողեր։ Կուսակցությանը պետք են գրասենյակներ, մեդիա, իրավաբաններ, տրանսպորտ, հանրահավաքներ, տեսախցիկներ։ Դա կարգախոսներով չի աշխատում, դա աշխատում է ցանցերով։ Իսկ Քոչարյանի ցանցը տանում է դեպի մարդիկ, որոնք հզորացել են հին համակարգում, հանքերի, պետական ազդեցության և պաշտպանված կապիտալի շուրջ։ Հարցը այն չէ, օլիգարխները քաղաքականություն աջակցում են։ Հարցը սա է. քաղաքականությունը նրանց համար պարզապես դիմացի գրասենյակն է։ Որոշեք դուք։